Հուսով եմ, որ քննարկումների այսպիսի մեխանիզմը նպաստելու է ոչ միայն որոշումների կայացման գործընթացում կուսակցությունների դերակատարման ավելացմանը, այլև խթան է դառնալու քաղաքական դաշտի հետագա զարգացման համար։ Այս ձևաչափով մեր հանդիպումներից յուրաքանչյուրը նվիրված է լինելու մեկ կոնկրետ հարցի։ Այսպիսի խորհրդակցությունների կարևորությունը ըստ իս առաջին հերթին միմյանց լսելն է, կարծիքների և մոտեցումների բազմազանությունը հասկանալը, մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ միասնաբար խորելը, հնարավորության դեպքում առանձին հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշման ձևավորումը։ Մեր քննարկումները այսօր և այսուհետ անց են կացվելու, այսպես ասած, առանց հղումների փակ քննարկում ձևաչափով։ Այս վերջի շրջանի մտահոգությունները ես լավ չեմ հասկանում, որը մամուլով անընդհատ սերվացնում են, որովհետև երկրի ղեկավարությունում գտնվում են մարդիկ, որոնք անցել են պատերազմ, անցել են այս ամբողջ ընթացքը, եւ այն մարդիկ չեն, որոնք որ մեր ազգային շահերը պետք է զիջեին։ Բացահայտվեց հետևյալ կարևոր նախադասությունը, որը ասես նախագահը որպես միասնական տեսակետ, բոլորի տեսակետը արտահայտող նախադասություն, այն է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ինձ համար նոր որևէ բան չկար, որովհետև ինչ որ անցյալում ասել էր հետևել էի, դրանք տրամաբանական ամբողջություն են կազմում։ Այսօր ես համոզված եմ շատ ավելի դրական աշխարհաքաղաքական զարգացումների տեսակետից վիճակի Արցախի հարցում, քան թե ենթադրենք մի 4 ամիս առաջ։